Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես Արման Մովսեսյանն եմ Լոս Անջելեսից, այսօր կզրուցենք Աննա Գևորգյանի հետ, ողջույն Աննա, ինչպես ես։ Ողջույն Արման, շատ լավ, դու։ Ես համառոտ ասեմ, շնորհակալություն, որ Աննան զբաղվում է fitness jumping-ով, հա, բատուտ կոչվածը, եթե ճիշտ եմ ասում, եթե սխալ եմ ասում Աննան կուղի, ես ինչի եմ շատ գնահատում, շատ մեծ աշխատանք է ու շատ ճիշտ ընտրված աշխատանք է, Աննա ջան, որ ես սիրում եմ, որ կոնկրետ ինչ-որ ուղղվածությամբ են աշխատում։ Հիմա գիտես, տարածված է, հա, մարզասրահ ու ամեն կա ուզում է մկանային զանգված հավաքի, ուզում է ավելորդ քաշից ազատվի ու շատ տարբեր տեսակի մարզասարքեր կան, բայց երբ որ ուղղվածությունը լինում է կոնկրետ ինչ-որ մի, օրինակ սպինինգ կամ չգիտեմ պիլատես, որտեղ շատ է ճյուղավորված, ասենք դու ընտրել ես մի ճյուղ ու այդ ճյուղի մեջ խորանում ես, ես դա շատ գնահատում եմ ու շատ հետաքրքիր ու կարևոր է։ Ես կուզեմ դու ներկայացնես, ոնց դու ավելի ճիշտ կներկայացնես, այն ամենի ինչով որ դու ես զբաղվում, եթե կարելի է։ Այո, իհարկե, jumping fitness-ը, ինչպես դու նշեցիր, Արման ջան, ինքը հենց ֆիթնեսն է բատուտների վրա։ Երբ որ ճիշտն ասած ես սկսեցի զբաղվել, ինքս սկզբից աշխատում էի, Դալմայում բատուտներ կային, այնտեղ մենեջեր էի։ Ինձ շատ հետաքրքրեց, որտեղ ուկրաինացիներ էին եկել ու իրենք ներկայացնում են, թե ոնց է ճիշտ բատուտի վրա ճիշտ անել վարժությունները, ցատկել, թռիչքներ։ Դրանից հետո իմ մոտ շատ հետաքրքրություն առաջացավ, որ ինքս սովորել, թե ինչպես կարելի է ֆիթնեսը համատեղել բատուտների վրա։ Այդ ժամանակ Հայաստանում ընդհանրապես երևի չկար էլ։ Հետո սկսեցի ինչ-որ փոքր ակումբում աշխատել, հենց բատուտների վրա ու անընդհատ նայում էի, ուզում էի սովորել, բայց դեռ տենց ինչ չէի ասում, չէի համարում այդ ուղղությամբ մարզիչ։ Նու այս վերջերս մենք ունեցանք հյուր Ռուսաստանից մարզիչ Վլադիմիրը, որտեղ ես հենց շատ եմ ուզում տեխնիկան իր մանրակրկիտ ուսումնասիրել, մի քանի աղջիկներ նույնպես միացան, մենք սովորեցինք մի քանի օր եւ շատ գիտելիքների դեպ իրենից ստացանք։ Եվ այս պահին էլ ես անցկացնում եմ մարզումներ, մոտ, չգիտեմ, խմբեր ունեմ, որտեղ արդեն 20 հոգի այցելում են։ Ու մարդիկ կան, հենց մարզվողներ կան, իրենց համար ոնց որ դարձել է առօրյայի մի մաս, այսինքն մարդ կար, որ ինքը հենց նույն մարզասրահում էր սիրում մարզվել, մարզասարքերով, բայց այս պահին գալիս է կոնկրետիզմոտ, որտեղ ասում են ինձ համար դա նորություն է, դրայվ է։ Շատ լավ է, ես մինչև հանդիպելը մեր այս զրույցը մի քիչ ուսումնասիրեցի, դե այն որ ասում է գիտես չէ, ասում է դասատուն ինչով է տարբերվում աշակերտից, ասում է դասը մի օր շուտ է սովորում, էլի ես բացեցի մի քիչ ուսումնասիրեցի, որ Չեխիայում է փաստորեն ստեղծվել, ծնվել ու բացի են մի շատ հետաքրքիր բան պարզեցի, բացի են որ շատ հավես է անցնում, դե ֆիշկեն այդ ամենաբանը շատ հավես անցնելն է, մանավանդ ու շատ լավ ես անցկացնում, ես հետևում եմ։ Դե արյան շրջանառություն, նիհարել, ճկուն, այդ շատ ամեն ինչ կա եւ նաեւ վեստիբուլար ապարատի համար է շատ լավ, այդ շատ կարեւոր է, իրոք շատ կարեւոր է։ Ու արդյունքները հետաքրքիր է, արդյունավետ երևի նիհարում են, հա։ Արդյունավետ նիհարում են, դե իհարկե, եթե սննդակարգը պահում են, որտեղ հիմնականում մարդիկ կան գալիս են, իրենց թվում է տենց շատ ուժեղ նիհարացնող ծրագիր է, սա մի քանի պարապմունք անեն նիհարելու են, բայց դե իհարկե, եթե սննդակարգը նորմալ չեն պահում, բնականաբար արդյունք չեն ունենա, բայց ես ասում եմ, այո, իհարկե դուք շատ կալորիաներ եք ծախսում մի պարապմունքի ընթացքում, մոտ 50-55 րոպե տևում է։ Ու հիմնականում ունեմ շատ արդյունքներով մարդիկ, որոնք ստաբիլ արդեն 1 տարի է պարապում են, օրինակ ունեն 8 կիլոգրամ, 10 կիլոգրամ արդյունք, նույն սրտի հետ կապված աշխատանքի մարդ կար, որ սկզբից գալիս էր, ասում էր, ես ընդհանրապես շնչառություն չունեմ, սրտիս աշխատանքը նորմալ չէ, նույնիսկ բժիշկ է եղել, որ խորհուրդ է տվել, որ կարող եք անել։ Հետաքրքիր է, ես միշտ ժամանակն էր հետաքրքրում, ես չգիտեի ինչքան է տևում, բայց 50 րոպեն բավականին մեծ ժամանակ է, 50 րոպեն քիչ չի։ Դե մենք դադարներով անում ենք, ինքը ուժային մասել ունի հիմնականում, ասենք, այնտեղ
10-15 րոպե մենք ուժային վարժություններ ենք անում, այսինքն միայն կարդիո չի, քանի որ բատուտը հիմնականում կարդիո մարզում է համարվում, 70%-ը կարդիո է, 30%-ը ուժային մարզում է։ Շատերին թվում է մենակ ինքը կարդիո է, բայց չէ։ Նաև ուժային մաս ունի, արդեն նայես, թե դու ոնց ծրագիրը կկազմես։ Ուժայինը ոնց է անցկացվում, բատուտից իջնում են ինչ-որ գանտերներով, հա։ Գանտերներով, որովայնի մկանների համար նախատեսված վարժություններ են կանում, կքանիստեր, տարբեր գանտերներով էլ վարժություններ կան, ռեզիներ կան հատուկ բատուտների վրա, որ ամրացնում ենք, դրանցով ձեռքի մկաններն ենք աշխատացնում, որ շատերին թվում է ինքը մենակ ոտքերի վրա է աշխատում, ոչ, հիմնականում նույնիսկ ցատկերի ժամանակ ավելի շատ որովայնի մկաններն են, քանի որ այնտեղ դիրք կա, դու պետք է կրծքավանդակդ առաջ պահես, հետ չպահես, ճիշտ անես, որտեղ բատուտի վրա դու կարող ես վնասել նաև քեզ։ Դա պետք է իրոք մասնակետը հասկանա, որ ոչ թե դա թռիչքներ ինքը թռնի, բարձր թռնի, ոտնաթաթերը սխալ անի, որտեղ ես եղել եմ մարդ եկել է, ինքը ասել է ինձ ոնց էր դիսկոմֆորտ էր, ոտքերս ցավում էր, ես արել եմ, ես ասում դուք սխալ եք ուրեմն արել, որտեղ ինքը թեթև ամորտիզացիայի հաշվին դու քո քաշը չես զգում, դու չպիտի ոտքերի ցավ զգաս։ Ինքը արել է մեկ ամիս, ասում ես ընդհանրապես ցավ չունեմ։ Որովհետև դու սխալ ես թռնում, տենց չեն անում։ Հետաքրիր է, իսկականից շատ հետաքրքիր սպეციფიკա է, որ շատ իսկականից հետաքրքիր է ինձ։ Իսկ ես տեսա ինչ որ մարզասրահ կոնկրետ դուք վայր ունեք, ես տեսա ձուներ գալիս, ձների տակ բակում էլ էի կանում, ու շատ հավես է անցնում այդ ամեն ինչը, իսկականից շատ հետաքրքիր է, բայց հիմա կոնկրետ դրա մարզասրահը կա թե Թե մեր մարզասրահն է Move Fitness ակումբը, որը այսպահին Սեբաստիա հասցեում է, Սեբաստիա Լենինգրադյան։ Այնտեղ ունենք նաև Շենգավիթ մասնաճյուղը, այդ Գարեգինի հրապարակին մոտ է, այնտեղ նույնպես մեր մյուս մարզիչն է անցկացնում, որը մեզ հետ վերապատրաստվել էր։ Այդ ձյան մեջ էլ հենց արել ենք մեր մասնաճյուղի դիմաց։ Իսկ արձագանքները շատ մեծ էին իրականում հենց։ Իսկ մարզասրահները մեծ են, քանի հոգի կարա միաժամանակ բատուտի վրա։ Ես ունեմ 15 բատուտ, քանի որ ավելը չեմ նախատեսում, ինքս ցանկանում եմ որ հետևեմ մարդկանց, որտեղ մարդ կարող է գալ ինքը սխալ անի, հենց առաջի մարզումից հետո ասի մարզումը լավը չէր աննա։ Դրա համար ցանկանում եմ, որ ավելի քիչ մարդկանցով 15-ից ավել դժվար, որ ես կարողանամ հետևել, որտեղ այդ հետևելն էլ է խմբին դժվար, դու անդադ ակտիվ անում ես, դու չես կարող ամեն վայրկյան կանգնել նայել։ Հատկապես սկսնակներին ասում եմ, օրինակ առանձին մի հատ եկեք իմ մոտ, ես բացատրեմ, նոր կանցնեք ընդհանուր խմբով։ Որտեղ կան ուժեղներ, արդեն կան նորեկներ, պետք է նորեկներին պատրաստել։ Խմբակային մարզումների խնդիրն է, որ չես կարողանում, բայց Աննա ջան, հեսա մենք որ վերջացնենք, խնդրել եմ քո այդ տվյալներն էլ փոխանցես, որ ես տեղադրեմ, որ մարդիկ իմանան, ոնց ձեր հետ կապ հաստատեն։ Ամեն անգամ հանդիպումների ժամանակ ես խնդրում եմ, որ մարզիչները մի խորհուրդ, որ մեզ նայողները ինչ որ մի կարևոր ինֆորմացիա քաղեն, օրինակ դա ամենատարածվածը նիհարելն է, ես ճիշտ է հետո խոսելու եմ տղաների հետ խոսելու եմ մկանային զանգվածի ավելացնելու ոնց անեն, ուժային ցուցանիշները ոնց բարելավեն, բայց օրինակ քո դեպքում ես ցանկանայի համառոտ կարճ նիհարելու համար մի հատ խորհուրդ եմ ուզում, որ ընդհանուր դու գիտես կան մարդիկ չգիտեմ, տարիքային, առողջական խնդիրներ, շատ տարբեր է այդ բանը, բայց մի հատ ընդհանուր, եթե ոնց անեն, որ ես եմ չեմ կարող նիհարեմ, ոնց նիհարեմ, ամենաառաջի խորհուրդները։ Ես առաջին հերթին կուզեի, որ մարդու ապրելակերպի, նմանդ մեր հայրի մեջ մտներ սպորտը, որ թե մեկ ամսով այլ միշտ ինքը լիներ մարդու հետ, ասենք, ինքը միշտ մարզվեր, ու նախ եթե մարդը ցանկանում է նիհարել, արդեն իհարկե սննդակարգը, բալանսավորված սննդակարգ, մարզումներ, որ արդյունք ունենա, որտեղ մեկ հիմնականում լսում եմ մարդիկ ասում են ես արդյունք չունեմ, բայց ես հաստատ գիտեմ, որ այդ մարդը չի պահում սննդակարգը կամ նույն քնելը, այսինքն այդ ամեն ինչը պետք է ապրելակերպը փոխել,
ու նոր սպասել ինչ որ արդյունքի, թե չէ մեկ ամսով գալ նիհարել ու նորից անցնել նույն ռեժիմին, չէ էլի։ Ես շատ կուզեմ, որ մերոնց մեջ էլ մտնի այդ առողջ ապրելակերպը ու իրոք մարզվելը դառնա ոչ միայն նիհարելու համար, որը ոնց որ իմ նպատակն է, հիմնական մեր ակումբի նպատակն է, ես տեսնում եմ աղջիկներ, որ արդեն ինձ մոտ գալիս են ոչ միայն նիհարելու նպատակով, այլ իրենց համար դարձել է արդեն առօրյա։ Չեմ պատկերացնում օրը առանց մարզվելու, ես միայն ուրախանում եմ։ Օրինակ, որ ռուսները են գալի մեզ մոտ մարզվում, իրենք իրենցից էլ են ոգեշնչվում, որտեղ իրենց համար դե պարտադիր ստաբիլ բան է, բացակայել է, տենց բան չկա։ Իրենք էլ են սկսում արդեն նայել ու սկսել։ Քանից եք սկսում մարզումները։ Ես 7-ից մարզումներ ունեմ։ Հիմնականում արդեն ով ցանկանում է։ Հիմնականում անհատական էլ եմ անցկացնում, բայց բատուտի հենց էֆեկտը այդ ամբողջ խմբով դրայվն է, որ ստանում ենք խմբային մարզումների ժամանակ։ Անա ջան, շատ կարևոր էր, որ նշեցիր, որ մի տարի մարզվում են եւ ունենք ցուցանիշներ 8 կիլոգրամ, 10 կիլոգրամ։ Տես, չհասկացող մարդը, որ լսի, կասի, այս ինչ թվերը, ուրիշներ ասում են մի ամսում, 2 ամսում, մի տարում ես շատ լավ հասկանում եմ դու ինչ ես ասում եւ կարծում եմ էլի տեղյակ մարդիկ մարզվողները գիտեն ինչի մասին է խոսքը այդ արագ իջնելը դա չի նշանակում որ այտենց մնալու է այդ ընդամենը ջուրն է դուրս գալիս դու գիտես բայց եթե ճարպայինով եթե ճիշտ փորձում ես իջացնել իրոք մի տարին տենց մեծ ժամանակ չի տարին այնքան արագ անցնում թերթում ես աչքդ անցնում է բայց 10 կիլոգրամ եթե դու կարողանում ես մի տարվա մեջ ռեալ ստանաս դա շատ մեծ ցուցանիշ է եթե ճիշտ ստանում ես այդ չվռազվելու հարցում ու շատ հետաքրքիր է ձեր մոտ փաստորեն էլ այդ հավաքելու դասավորելու խնդիր չկա բատուտը թռավ գնաց ուրիշ ասենք մարզասրահ չկա քարերը դնել հանել դասավորել այդ խնդիրը չունեք դուք Չէ, մենք հավաքում ենք ով նորից դնում ենք նոր սկսում ենք մարզումները Շատ լավ Բայց իրականում այդ մեկ ամսվա բանով այդ թեմայով ես հա շատ եմ առնչվել որ գալիս եմ բայց մեկ ամսում ինչքան արդյունք ունենամ ես ուղղակի չեմ ուզում մարդկանց խաբել ասել դու այսքան դա շատ ինդիվիդուալ է ու իրականում չեմ ուզում խաբել ասել որ մեկ ամսում ես ձեզ 8 կիլոգրամ կապահով եմ չէ ասում եմ ստաբիլ եկեք միասին կտեսնենք ու իրենք համոզվում են ով արդեն հասկանում ինքը համոզվում է որ ճիշտ է ստաբիլ աշխատանքը բերեց Անա ջան շատ ավելի մեծ թվեր է ստանալու Բայց դա էլի անհատական է, ինդիվիդուալ, դա բոլորին չի կարա վերաբերվի։ Ես ունեցել եմ մի տարվա մեջ 50 կիլոգրամ են նիհարել, բայց դա անհատական է, ես չեմ կարող ասեմ բոլորն էլ ով գան, ես մի տարվա մեջ 50 կիլո կներա, տենց չի լինում։ Այդ շատ մեծ աշխատանք է, թե այդ մարդուց է մեծ աշխատանք պահանջվում առաջի հերթին իր կամքի ուժից։ Եվ նաև մկանային զանգված ավելացնելու համար վռազվելը ընդհանրապես սկսնակների ամենամեծ թշնամին դա այդ շտապելն է։ Եվ վնասվածքներն այդ շտապելուց շատ են լինում վնասվածքները։ Եվ արդյունքը որ չեն ստանում, հետո հիասթափվում են, դադարում են, չեն շարունակում մարզումները։ Պիտի ուղղակի այդ ժամանակը երկար դնեն, մի տարի, 2 տարի, հենց այսօր մենք խոսում ենք մի հատ տղա որ էլի նիհարելու խնդիր կար, 24 տարեկան, ասում եմ լսիր, դու դիր 2 տարի, 26 տարեկանը միջև, ասում եմ հավատա ինձ, 24-ից 26-ը քո կյանքում տենց մեծ փոփոխություն որ մի քիչ ցույց կյանքը չվերջացավ այդ 2 տարվա մեջ կարաս մի փոքր էլ զսպես իհարկե այն որ ասում եմ մի անգամ ենք ապրում ուտենք խմենք այդ 2 տարվա մեջ տենց մեծ կորուս չի լինելու բայց դու 2 տարվա մեջ կարող ես լավ արդյունք ստանալ դրանից հետո կմարզվես էլ կուտես էլ կարաս համեն դեպս պահես բայց արդյունքի հասնելու համար Պիտի հետևես, թե չէ ուզում ես առավոտից իրիկուն վազի չի լինելու, պիտի հետևես, իսկ մարզումները... Ես հիմա մարզվողին եմ հենց, ինքը տենց էլ ասում է, ես արդեն ամեն ինչ ուտում եմ քիչ, բայց ես կարողանում եմ այն իմ փորձրած 8 կիլոգրամը պահել, դա նորմալ է։ Ձեր մարզումների համար մեկ այդ բանը, այդ մոտիվացիան, այդ հավեսով անցնել այդ բառը, որ հավես է անցնում, իրոք հավես է անցնում, ես նայում եմ
ուրախ է, ամեն ինչ ուրախ է անցնում։ Այդ ոնց է երաժշտությունը ընտրում եք, դնում եք ու գնաց։ Ես հատուկ ծրագիրը կազմում եմ նախաստ երգերի, հատուկ երգեր եմ ընտրում, որոնք համապատասխանում են բատուտին։ Սկզբնական մասը 15 րոպե առանց դադարի միքսեր են, որոնք կարճ ենք մենք անում, հետո հանգստանում ենք ընթացքում 1 րոպե հանգիստել է տրվում։ Եղել է որ մարդ կա եկել է, ասել է սիրտս ցավում է, չգիտեմ, ինչ ասում եմ գնամ մի հատ ստուգի, կարող է խնդիր ունես, որ հետո ինչ-որ մի բան չլինի, էլի։ Դա ինքը ունի հակացություններ, եթե մարդը սրտի խնդիր ունի, ոտքերի հետ կապված, ողնաշարի, ես ասում եմ, որ չէ, ստուգվեք, բժշկի թույլտվությամբ նոր եկեք։ Այսինքն ոչ բոլորին է ցուցված բատուտը։ Շատ պոզիտիվ մարզատեսակ է, դե մարզողն էլ պիտի պոզիտիվ մարդ լինի, որ կարողանա այդ խնդիրը նույն ձևի անցկացնել։ Որքանով ես եմ նայում, այդ ամեն ինչը կա ստացվում։ Արդեն աղջիկներն էլ են այդպեսին, հենց հավաքվում են այնպիսի մարդիկ, որոնք հենց պոզիտիվ են, դրական են ու հասկանում են, թե ինչ է տալիս Jumping Fitness-ը իրենց։ Եղել են տղա նույնիսկ մարզիչներ, որոնք ասել են կլինի մենք էլ գանք անենք շնչառության համար, եղել է փորձել են, ասել են դժվար է, բան ասում չէ, երևի շնչառության հետ է կապված խնդիրը, այդքան էլ դժվար չի, որտեղ իրոք մենակ աղջիկներ են, տղա չկա։ Մասնակ տղաներ չկան, բայց Ռուսաստանում շատ են տղաները մարզվում բատուտի վրա։ Թույլատրվում է, կարան հանգիստ գալ մարզվեն, չէ։ Հա, ես թույլատրում եմ, կարող են հանգիստ գալ մարզվել։ Անա ջան, մենք հանդիպեցինք, այս զրույցը շատ չպատրաստված էր, շատ արագ ստացվեց, դրա համար ես հույսով եմ, որ մենք էլի կհանդիպենք, էլի կունենանք տենց հնարավորություն զրուցելու, էլի առողջ ապրելակերպից, սպորտից, ես էլ կունենամ, դու էլ կունենաս ինչ-որ մի բան ասելու, ավելացնելու, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ քեզ, որ չմերժեցիր, զրուցեցինք, ցանկանում եմ քեզ կրկին նորագույն հաջողություններ։ Քեզ էլ Արման ջան, ուզում եմ ասեմ նաև, որ թող մարդիկ իմանան, որ ես սովորել եմ հենց ձեզ մոտ անհատական ծրագրի համար, որ թող այդ իմանան, ես շատ գոհ եմ, ուրախ եմ, որ այսօր մենք միասին զրույց ունեցանք։ Մենք կրկին կհանդիպենք։ Այո, ես էլ հուսով եմ։ Շնորհակալություն Աննա ջան, շնորհակալություն, մեր դիտողներն ասենք շնորհակալություն մեզ հետևելու համար, կհանդիպենք շուտով, շնորհակալություն։